Հարկային եկամուտներն աճել են 14%-ով, ճշտված ծրագրի նկատմամբ կերակատարվել 0,3%-ով։ Արդյունքում 2025-ի բյուջեի մուտքերը կազմել են 2 տրիլիոն 725,2 միլիարդ դրամ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է նախորդ տարվա արդյունքները։ Հարկային մուտքերն ավելացել են 14,5, մաքսային եկամուտները 11,6%-ով։ 2025 թվականին արձանագրվել է հարկեր ՀՆԱ ցուցանիշի 1%-ային կետով աճ, հասնելով 24,5%-ի։ 100 դրամ հարկային եկամուտների հավաքագրման ֆունկցիայի վրա հասարակությունը ծախսում է 0,9 դրամ ընդամենը։ Այդպիսի ցուցանիշ 18 թվականից ի վեր չենք ունեցել եւ այս միտումը պետք է անշեղորեն շարունակել։ Հարկ վճարողներին, այդ թվում հիպոթեքի մասով վերադարձվել է 409 միլիարդ դրամ, ինչը 4,2%-ով ավելի է 2024-ի ցուցանիշից։ Աշխատատեղերը տարեվերջին հասել են շուրջ 823 հազարի, որը 5,7%-ով է ավելի 2024-ի դեկտեմբերի ցուցանիշից։ Տարվա ընթացքում հայտնաբերվել է 2756 չգրանցված աշխատող, ինչը մոտ 700-ով ավելի է 2024-ի ցուցանիշից։ Ինչպես հնարավոր եղավ նման ցուցանիշներ արձանագրել։ Առաջին գործոնը դա վարչարարության արդյունավետության բարձրացումն է եւ դրա մեջ վերլուծական գործիքների դերի բարձրացումը։ Մենք 25 թվականին 142 միլիարդ մեր տարբեր գործիքներով առաջադրումներ ենք ունեցել, ակտեր, ճշգրտումներ, որը մի փոքր նույնիսկ ցածր է 2024 թվականից, եւ սա նույնպես հուշում է, որ եթե մենք այս մասով նվազումներ ունենք, բայց միաժամանակ մուտքերի աճ ունենք, դա նշանակում է, որ թիրախայնություն ու արդյունավետություն է բարձրացել վարչարարության, եւ այստեղ առավելապես ակնառու է հենց վերլուծական գործիքների դերը, որտեղ 11%-անոց աճեր ունենք։ Վերլուծական գործիքների աճին զուգահեռ նվազեցվել են այցերը հարկ վճարողներին։ Հաշվարկային փաստաթղթերով եւ ՀԴՄ-ներով գործարքների քանակն ավելացել է 17,6%-ով։ Կոնկրետ անկանխիկ գործարքների դեպքում այդ աճը 51,4% է։ Պետնախագահի խոսքով վիճակագրական մեթոդներով գնահատված տվերը Հայաստանում 20%-ի մակարդակում է։ Մենք ավելի շատ կենտրոնանում ենք հարկային ճեղք ասացի վրա։ Խոսքը տրված օրենսդրության պայմաններում առավելագույն հնարավոր հարկային եկամուտների նկատմամբ փաստացիի ճեղքն է։ Այսինքն ճեղք, որ ասում ենք, դա նկատի ունենք, եւ մեր գնահատումները ինչ են ցույց տալիս, դա գնահատում ենք եւ մենք եւ ֆինանսների նախարարությունը 3-ից 4% հնայի մեջ դեռ ունենք տեղ աշխատելու, բայց այստեղ էականը նա է, որ երբ որ տարիների ընթացքում նայենք, այս ցուցանիշը էապես նվազել է։ Երկու խոշոր ուղղություն կա, որոնք աչքի են ընկնում ստվերի մեծ ցուցանիշներով՝ շինարարությունը եւ առևտուրը, մանրամասնեց կոմիտեի նախագահը։ Ստվերի դեմ պայքարում են մեծացնելով թվային հետախուզության դերը։ Պետնախագահն անդրադառնալով TRIP նախագծին նշեց, այնտեղ Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է։ Մենք շատ շուտով ունենալու ենք մոնիտորինգի կենտրոն, ըստ մեր առաջիկի սեմեկի ընթացքում, որը միանալու է այդ կենտրոնը ցամաքային կետերում մեր ռենտգեն համակարգերին, թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները։ Այսինքն բեռը անցնելու է համապատասխան ռենտգենի միջով եւ այդ համակարգը կամ վերլուծողի կամ արհեստական բանականության գործիքով ապագայում վերլուծելու է եւ այդ թիրախները ընտրի, թե ինչն է պետք զննել։ Եվ ժամանակի ընթացքում պատկերացրեք մի ապագա, որտեղ դրանք զննելու արդյունքում ոչինչ չի բացահայտվում եւ այդտեղ կարիք չկա միջամտելու, բայց եթե ինչ-որ միտեղ բան կբացահայտվի, իհարկե կարիք կա միջամտելու։ Էդուարդ Հակոբյանին հարց ուղղվեց ընդդիմադիր ուժերից մեկի փոքր բիզնեսի համար 0% հարկ սահմանելու մասին խոստման վերաբերյալ։ Պետնախագահի կարծիքով 0% հարկն անընդունելի է եւ ցանկացած մարդ պետք է ինչ-որ չափով մասնակցի պետության կայացմանը։ 0% հարկը իր հետևանքները ունի եւ դա նշանակում է ստվերի մեծացում, որովհետեւ երբ որ խոսում ենք 0%-անոց հարկի մասին, դա ենթադրում է թաքցվող շրջանառություններ, դա ենթադրում է թափանցիկության ցածր մակարդակ, դա ենթադրում է խոշորների մասնատում եւ տեղավորվում այդպիսի համակարգերում։ Հետևաբար մեր համար անընդունելի է նման մոտեցումը, որովհետեւ կարծում ենք, որ դա կարող է բերի ստվերի էական աճի։ ՓՄԶ-ների հանդեպ պետք է հոգատար լինել։ Վերջիններս պետք է ունենան փոքր հարկեր, հեշտ վարչարարություն։ Մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցողներն ինքնին ազատված են հարկերից, շեշտում է պետնախագահը։ 0% հարկի վերաբերյալ Էդուարդ Հակոբյանը հույս ունի լսել մասնագիտական հիմնավորումներ։ Հունվարին հարկային մուտքերի 8% աճ է գրանցվել։ Լուրերը պետնախագահից հետաքրքրվեց, թե ինչ սպասումներ կան 2026 թվականի մուտքերից։ Էդուարդ Հակոբյանը նշեց, տարվա համար թիրախը 9% աճն է։ Նկատեց, առաջիկա ամիսներին մուտքերի աճ են ակնկալում, որին նպաստելու են տնտեսական ակտիվության աճն ու վարչարարությունը։ Նիկոլայ Ավետիսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։